Այսօր պիտի շարունակենք նախորդ հաղորդման թեման եւ կրկին պիտի անդրադառնանք այն հարցին, թե ինչու են ոմանք ասում, թե հավատում են Աստծուն, բայց չեն վստահում հոգևորականներին։ Արդյոք սա պատճառ է հեռանալու եկեղեցուց։ Ինչպես կարող ենք մեր հայացքը ուղղել դեպի հավատքի իրական աղբյուրը առանց մարդկանց թուլություններից խոչը դոտվելու։ Մի գյուղում ապրում էր մի մարդ, ով պնդում էր, որ հավատում է Աստծուն, բայց չի վստահում հոգևորականին։ Գյուղի քահանան լսելով այս խոսքերը, որոշեց այցելել այդ մարդուն։ Երեկոյան նա եկավ նրա տուն, ձեռքին մի փոքր մոմ, որը հազիվ էր վառվում, եւ խնդրեց ներս մտնել։ Տանտերը նայեց քահանային, տեսավ, որ նրա ձեռքի մոմը թույլ լուսավորվում էր մի քանի քայլ, ուստի հյուրընկալորեն հրավիրեց նրան ներս։ Քահանան նստեց եւ ասաց. «Տեսնում եմ, որ հավատում ես Աստծուն։ Հիմա ասա ինձ, կարող ես այս մոմի լույսով անցնել այս սենյակից դեպի մյուսը»։ Տանտերը մի պահ նայեց շուրջը, ապա պատասխանեց. «Իհարկե կարող եմ։ Մոմի լույսը փոքր է, բայց բավական է, որ տեսնեմ ճանապարհը»։ Քահանան ժպտաց ու շարունակեց. «Այդպես էլ քահանաներն են, որդյակս։ Մենք փոքրիկ մոմի պես ենք, իսկապես լույս չենք, բայց կարող ենք ցույց տալ այն ճանապարհը, որը տանում է դեպի Աստված։ Եթե մոմը մարես, ամբողջ սենյակը կմթնի։ Բայց դա չի նշանակում, որ մոմը լույսի աղբյուրն է, այն պարզապես գործիք է, որի միջոցով լույսը քեզ է հասնում։ Ուստի մի դատիր մոմը, այլ հետևիր նրա լույսին»։ Տանտերը մտածմունքի մեջ ընկավ եւ տեսավ, որ քահանայի թուլությունները չեն փոխում այն լույսը, որը նա բերում է։ Թեև հոգևորականը կարող է ունենալ թուլություններ, բայց Աստծո տված լույսը, որը նա փոխանցում է, մնում է անփոփոխ։ Նա քահանային շնորհակալություն հայտնեց, ի գիտություն ընդունելով, որ Աստծո լույսը կախված չէ մարդու կատարելությունից կամ թուլություններից, այլ միայն նրա ներաշխարհից եւ հավատքից։ Մարդիկ անկատար են, բայց Աստված նրանց միջոցով կարող է մեծ գործեր կատարել։ Հարկավոր է հիշել, որ նույնիսկ առաջին դարում առաքյալները լինելով մարդկանց հոգևոր առաջնորդները նույնպես անկատար էին։ Օրինակ, Պողոս առաքյալը սաստում է Պետրոսին կեղծավորության համար, բայց նա չզրկվեց իր առաքելական պաշտոնից եւ նրա առաքելությունը չկորցրեց իր արժեքը։ Ավելին, նույնիսկ Հուդան, ով ոչ միայն դավաճան էր, այլև գող, եւ ում ինքը Տեր Հիսուս անվանեց Սատանա եւ կորստյան որդի, սկզբում մասնակից էր առաքելական գործին։ Ղուկաս ավետարանիչը վկայում է, որ նա մեզ հետ մեր խմբի մեջ էր եւ նրան էլ վիճակված էր այս սպասավորությունը։ Սակայն Տեր Հիսուս նույնիսկ Հուդային եւս շնորհ տվեց քարոզելու, բժշկելու, հրաշքներ գործելու, ինչպես մյուս առաքյալներին, մինչև որ նա դարձավ դավաճան։ Հետևաբար, խորհրդակատար քահանան, լինի նա արժանավոր թե թերացող, Աստծո եւ մարդկանց միջև միջնորդ է, քանզի եկեղեցու խորհուրդները չեն կատարվում մարդու անձնական արժանիքով, այլ Սուրբ Երրորդության անունով ու զորությամբ։ Ուստի քահանայի կյանքն ու անհատական ընթացքը երբեք չեն կարող հարցականի տակ դնել խորհուրդների վավերականությունը, քանի որ խորհուրդները կատարողը քահանայի անձը չէ, այլ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Քրիստոս իր ներկայությամբ է հեղինակը եւ կատարողը յուրաքանչյուր խորհրդի, իսկ եկեղեցու սպասավորը դրա գործիքն է փոխարինաբար
եւ ոչ թե անձնապես։ Եթե հոգևորականը քահանայության միջոցով ստանձնում է Քրիստոսին, ապա ինքը Քրիստոսն է, որ կատարում է բոլոր խորհրդակատարությունները եւ իր շնորհը փոխանցում հոտին։ Եվ եթե Աստված անգամ Բաղամի էշի միջոցով խոսեց ժողովրդի փրկության համար, ապա որքան առավել նա կարող է խոսել մեր փրկության համար, նույնիսկ անարժան հոգևորականի շուրթերով։ Եթե սրբությամբ ու հավատքով հաղորդվենք սուրբ խորհուրդներով, ապա քահանայի անարժանությունը բնավ չի վնասի, որովհետև շնորհը տրվում է Աստծուց, ոչ թե մարդու արժանիքով։ Մինչդեռ նա, ով անարժանորեն է մոտենում սուրբ խորհրդին, այս դեպքում անգամ քահանայի սրբությունն էլ չի օգնի նրան, որովհետև խորհրդի ազդեցությունն ու զորությունը կախված են ոչ միայն նրանից, ով է այն կատարում, այլ նրանից, ով այն ընդունում է։ Սուրբ Հովան Մանդակունի հայրապետն ասում է. եթե կարծում ես, թե առատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհը չի իջնում պատարագի վրա, եւ Աստված չի ներգործում նրա միջոցով, ապա լավ մտածիր, որովհետև այդ կերպ ջնջում ես եկեղեցու կարգերը եւ քո քրիստոնեական անունը։ Եկեղեցական սպասավորների նկատմամբ հարգանք ցուցաբերելը ոչ միայն մարդասիրական պարտավորություն է, այլև աստվածային օրենքի պահանջ, մարդկային անկատարությունները անխուսափելի են, սակայն դրանք երբեք պետք չէ պատճառ դառնան նրանց նկատմամբ չարախոսության ու նվաստացման։ Ընդհակառակը, յուրաքանչյուր հավատացյալ կոչված է բարեխոսելու իր հոգևոր առաջնորդների համար, աջակցելու նրանց ծառայությունը եւ պահպանելու եկեղեցական կարգն ու միաբանությունը։ Այս խոսքերը մանավանդ մեր օրերում առավել քան երբեք արդիական են, քանի որ մարդիկ հակված են հեշտությամբ քննադատելու ու բամբասելու, մոռանալով, որ եկեղեցու միասնությունը հիմնված է սիրո, համբերության եւ հնազանդության հոգևոր սկզբունքների վրա։ Մինչդեռ ճշմարիտ քրիստոնյան նախ պետք է խորի իր սեփական հոգևոր կյանքի մասին, հետևելով Պողոս առաքյալի խրատին. քննեցեք ձեր անձերը, թե հավատքի մեջ եք արդյոք։ Քահանայության դեմ չարախոսելն ու բամբասելը անընդունելի են։ Պողոս առաքյալը մի առիթով գրում է. չգիտեի եղբայրներ, որ քահանայապետ է, քանի որ գրված է քո ժողովրդի իշխանին չպիտի հայոյես։ Պետրոս առաքյալն ասում է. Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձություններից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարողներին, ինքնահավաններին, հանդուգներին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայոյելուց։ Սուրբ Հովանես Մանդակունի հայրապետն ասում է. եթե բամբասում ես հոգևորականի անվայել վարքը, օրինակ, շնություն անելու համար, ապա այդպիսով նրան ես նմանվում, քանզի բամբասանքը շնությունից նվազ մեղք չէ։ Եթե խորշում ես շնությունից, խորշիր նաև բամբասանքից։ Միայն քո վարքը քննիր ու դատիր։ Մի քննիր առաջնորդներին։ Հավատքը դու պետք է քննես, իսկ վարքը Աստված պետք է դատի։ Եթե հոգևորականը հավատքով առողջ է, հնազանդվիր նրան եւ նրա վարքի պատճառով մի հայոյիր։ Քահանային ծաղրողը ու նրա դեմ չարախոսողը մեղանչում է Աստուծո հանդեպ, քանզի հենց նրա միջոցով են կատարվում եկեղեցու
սուրբ խորհուրդները։ Հայրապետը նաև զգուշացնում է, ինչ տանջանքներով պիտի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ոչ միայն իրենց եղբայրներին, այլև բամբասում են վարդապետների ու քահանաների դեմ։ Այդպիսիները լցված են անօրենությամբ, սաստիկ անառակությամբ և ամեն ինչով սատանայի հպատակ են, և եթե մեկը քահանաներին և վարդապետներին բամբասի, Քրիստոսին անարգած կլինի։ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան այս նույն ճշմարտությունը հաստատում է ասելով. Աստվածային շնորհը գործում է նաև անարժանների միջոցով։ Աստված գործել է նույնիսկ Բաղամի գարշելի մի մարդու միջոցով։ Նա ցույց էր տալիս ապագան, թե Փարավոնին, թե Նաբուգոդոնոսորին։ Կայիփան ևս մարգարեանում էր ինքն իսկ չիմանալով, թե ինչ էր ասում, և շատ ուրիշներ Քրիստոսի անունով դևեր էին հանում, թեև իրենք Քրիստոսի հետևորդները չէին, որովհետև այս ամենը լինում է ոչ թե կատարողների, այլ ուրիշների համար։ Եթե շնորհը տրվեր միայն արժանավորներին, ապա գոյություն չէր ունենա ոչ մկրտություն և ոչ էլ սուրբ հաղորդություն։ Բայց Աստված այժմ գործում է նաև անարժանների միջոցով և մկրտության շնորհը բնավ չի տուժում քահանայի վատ վարքից։ Քահանան ինքն է կանգնելու Աստծո ահեղ դատաստանի առաջ և Տերն ինքը պիտի դատի նրան ըստ նրա գործերի։ Սա ասում եմ, որպեսզի առաջիկային ոչ ոք հետևելով քահանայի կյանքին չկասկածի նրա կատարած խորհուրդների վավերականությանը։ Ծննդոց գրքի Նոյի և նրա որդիների պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչպես է պետք վերաբերվենք մեր հոգևոր հայրերին և ընդհանրապես միմյանց թուլություններին։ Նոյը Աստծո կողմից ընտրված և օրհնված մարդը մի օր չափից ավելի գինի խմեց ու հարբեց։ Քնած պահին նրա վերմակը ընկավ և նա մնաց մերկ։ Նրա որդիներից մեկը, Քամը, տեսնելով հոր վիճակը, ծաղրեց նրան և շտապեց այդ մասին պատմելու իր երկու եղբայրներին՝ Սեմին և Հաբեթին։ Սակայն նրանց արձագանքը բոլորովին այլ էր։ Նրանք վերցրին մի հանդերձ, դրեցին իրենց ուսերին և երեսները ետ դարձրին և դանդաղ քայլելով մոտեցան իրենց հորը, որպեսզի չտեսնեն նրա խայտառակությունը, ապա ակնածանքով ծածկեցին նրա մերկությունը։ Այս պատմությունը մեզ հարց է տալիս. արդյոք ես տեսնում եմ իմ եղբոր կամ քահանայի անկատարությունը որպես դատապարտելու առիթ, թե որպես հնարավորություն աղոթելու, սրտակցելու և Աստծո սիրով մոտենալու։ Հիմա յուրաքանչյուրս թող ինքն իրեն հարց տա. այս երեք եղբայրներից ո՞րն եմ ես։